Մարդկանց զայրույթը անհնար է անտեսել Շվարցնեգերը Լոս Անջելեսի բողոքի ցույցերի մասին։ Հոլիվուդյան հայտնի դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը անդրադարձել է Լոս Անջելեսում անցկացվող բողոքի ցույցերին։ Իր կարծիքը հայտնելով սոցիալական ցանցերում, զարմանալի չէ, որ մարդիկ զայրացած են։ Երբ երկար ժամանակ քեզ չեն լսում, երբ անարդարությունները կրկնվում են, զայրույթը դառնում է միակ լեզուն, որով ժողովուրդը կարող է խոսել, գրել է նա։ Շվարցնեգերի այս հայտարարությունը լայն արձագանք է ստացել օգտատերերի շրջանում։ Շատերը դրական են գնահատել նրա աջակցությունը ցուցարարներին, ընդգծելով, որ քաղաքական անցյալ ունեցող հանրահայտ մարդկանց նման դիրքորոշումը կարող է ազդել հանրային կարծիքի վրա։ Նա նաև կոչ է արել իշխանություններին լսել քաղաքացիներին եւ փոխարենը հաշտեցման գնալ, այլ ոչ թե ուժով ճնշել բողոքները։ Հոլիվուդյան նորաստեղծ զույգերից մեկը երգչուհի Դուա Լիպան եւ դերասան Կալում Թերները պաշտոնապես նշանադրվել են։ Այս մասին երգչուհին հայտնել է British Vogue ամսագրին տված հարցազրույցում։ Նշանադրությունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդյան նախօրեին։ Թերները մատանու ընտրության հարցում խորհրդակցել է Լիպայի ամենամտերիմ ընկերուների եւ քրոջ Ռինայի հետ, ինչն էլ Դուան անվանել է շատ անձնական ու մտածված ժեստ։ Զույգը հանդիպել է 2024 թվականի հունվարին Լոնդոնում եւ կարճ ժամանակ անց սկսել հարաբերությունները։ Նրանք բազմիցս միասին հայտնվել են հանրային միջոցառումներում, այդ թվում Glastonbury փառատոնում, հաստատելով իրենց կապը հանրության առաջ։ Չնայած հարսանիքի պլանավորումը դեռևս չի սկսվել, կապված երկուսի զբաղված գրաֆիկի հետ, զույգը նշել է, որ վայելում է իրենց նշանադրության փուլը։ Լիպան շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը, մինչդեռ Թերները նկարահանվում է մի շարք նախագծերում։ Նշանադրության մասին լուրը ոգևորությամբ է ընդունվել երկրպագուների կողմից, որոնք արդեն սպասում են զույգի հարսանիքին։ Ռուսական рэփի լեգենդ Բաստան եւ նրա կինը Ելենա Վակուլենկո-Պինսկայան արդեն 16 տարի միասին են, անցնելով կյանքի բոլոր դժվարություններն ու ուրախությունները ձեռք ձեռքի։ Այսօր նրանք նշում են իրենց ամուսնության տարեդարձը, հիշելով անցած ճանապարհը լի սիրով, հավատարմությամբ եւ փոխհարաբերությունների խորությամբ։ Ելենան հուզիչ շնորհավորանք է հրապարակել սոցիալական ցանցերում, շնորհակալություն հայտնելով ամուսնուն, ասելով. «Շնորհակալ եմ իմ սեր, որ եղել ես կողքիս ամեն պահի, որ իմ կյանքի իմաստն ես եւ ուժս»։ Այս խոսքերը բացահայտում են նրանց հարաբերությունների խորությունն ու անկեղծությունը, որոնք հաճախ անհասկանալի են հանրությանը։ Բաստայի ու Ելենայի զուգընկերությունը բարօրինակ է այն բանի, որ իրական սերը կարող է գոյատևել եւ ծաղկել, անգամ երբ դու ապրում ես երաշտության եւ համարձակ հնչյունների աշխարհում, որտեղ կյանքը հաճախ բարդ է։ Երկու դուստրերի հետ միասին նրանց ընտանիքը լի է սիրով եւ ջերմությամբ, ինչը երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր հետևում են նրանց, տալիս է ուժ եւ հույս։ Հարվի Վայնշտեյնի գործը շարունակվում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ Դատարանը նրան ճանաչեց մեղավոր 2006 թվականին Միրիամ Հեյլին բռնաբարելու մեջ։ Նա արդեն դատապարտվել է Լոս Անջելեսում 16 տարվա ազատազրկման 2022 թվականին տեղի ունեցած բռնության համար։ Նյու Յորքի նոր դատավճիռը կարող է ավելացնել նրա պատժաչափը մինչև 25 տարի։ Դատավարության ընթացքում ժյուրին չկարողացավ միաձայն որոշում կայացնել 2013 թվականին Ջեսիկա Մենի նկատմամբ ենթադրյալ բռնաբարության գործով, ինչի հետևանքով այդ մասով գործը չեղարկվեց։ Մյուս մեղադրանքով մոդել Կայա Սոսկոլի գործով Վայնշտեյնը արդարացվեց։ Վայնշտեյնի փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը, նշելով ժյուրիի որոշ անդամների վարքագծի եւ դատավարական ընթացակարգի խախտումների հիմքը։ Այս գործը շարունակում է մնալ կարևոր օրինակ բարձր պրոֆիլ ունեցող անձանց նկատմամբ արդարադատության իրականացման բարդությունների եւ հասարակության մեջ սեռական բռնության դեմ պայքարի կարևորության մասին։ Հայտնի ռուս երգչուհի Սաշա Սավելևան հայտարարել է, որ բախվել է հեղինակային իրավունքների խախտման լուրջ խնդրի։ Նրա երգերը գողացել է մի երաժիշտ, որը ուլտիմատում է ներկայացրել, պահանջելով որոշակի պայմաններ։ Սավելևան նշել է, որ իրեն փորձում են վախեցնել եւ շանտաժի ենթարկել, սակայն նա պատրաստ չէ հաշտվել նման անարդար պահանջների հետ։ Երգչուհին հստակեցրել է, որ պայքարում է իր հեղինակային իրավունքների պաշտպանության համար եւ չի զիջելու։ Նախորդ ամիս
Երևան հրապարակել էր, որ որոշ երաժիշտներ ապօրինի կերպով օգտագործում են իր ստեղծագործությունները, ինչը ստեղծել է լարված իրավիճակ։ Նա կոչ է արել հետևել հեղինակային իրավունքի խախտումների դեմ պայքարին եւ աջակցել արվեստագետներին։ Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը սկանդալային հայտարարություն է արել, նշելով, որ այլևս կապ չունի նախկին կնոջ Անջելինա Ջոլիի որդեգրած որդիների հետ։ Դերասանի խոսքերով իրեն չի հուզում այդ հարցը եւ նա հրաժարվում է նրանց հետ որևէ հարաբերություն պահպանելուց։ Աղբյուրների փոխանցմամբ խոսքը հատկապես Մադոքսի, Փաքսի եւ Զահարայի մասին է, ովքեր Ջոլիի կողմից որդեգրվել էին մինչ զույգի ամուսնությունը։ Չնայած Փիթը մի ժամանակ դեր է ունեցել նրանց դաստիարակության մեջ, հիմա, ըստ որոշ մեկնաբանների, նա ցանկանում է փակել այդ էջը։ Բրեդ Փիթի այս կտրուկ քայլը քննադատության ալիք է բարձրացրել համացանցում։ Շատերը նրան մեղադրում են անտարբերության ու պատասխանատվությունից խուսափելու մեջ։ Միաժամանակ որոշ օգտատերեր փորձել են հասկանալ նրա դիրքորոշումը, հաշվի առնելով տարիներ շարունակ ձգվող բարդ հարաբերությունները Ջոլի եւ Փիթի ընտանիքի ներսում։ Այս փուլում դերասանի ներկայացուցիչները լրացուցիչ մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հայտնի ռուս դերասանուհի Նատալիա Ռուդովան բացահայտել է, որ իր կարիերայի ընթացքում բախվել է սեռական ոտնձգությունների։ Որոշ կինոռեժիսորներ առաջարկել են նրան ինտիմ հարաբերություններ դերեր ստանալու դիմաց։ Նման առաջարկներ եղել են, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել ընդունել այդ պայմանները, հայտարարել է դերասանուհին ռուսական 5-րդ ալիքին տված հարցազրույցում։ Ռուդովան նշել է, որ նման դեպքերը քիչ-քիչ նվազում են, սակայն ամբողջությամբ չեն վերացել ոլորտից։ Նա կարևորել է անվտանգության մթնոլորտի ձևավորումը կինո արդյունաբերության բոլոր աշխատողների համար, նշելով, որ դերասանները պետք է գնահատվեն իրենց մասնագիտական որակներով, ոչ թե անձնական հարաբերություններով։ Դերասանուհին նաև հույս է հայտնել, որ ապագայում նման երևույթները կվերանան եւ ոլորտում կբարելավվեն էթիկական նորմերը։ Հայտնի մոդել Քրիստինա Ռոմանովան մեծ շուկով նշել է իր ծննդյան տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նրա սիրեցյալը, միլիարդատեր գործարար Վլադիսլավ Դորոնինը, ինչպես նաև մոդել Ելենա Պերմինովան եւ դերասանուհի Տինա Կունակին։ Տոնակատարությունը կազմակերպվել է նեղ, բայց բարձրակարգ միջավայրում։ Հյուրերը վայելել են պրեմիում երաժշտություն, հեղինակային խոհանոց եւ շքեղ սրահի մթնոլորտ։ Ռոմանովան հանդես է եկել ոճային եւ նրբագեղ կերպարով, իսկ լուսանկարները, որոնք հայտնվել են սոցցանցերում, հիացմունք են առաջացրել օգտատերերի շրջանում։ Երկրպագուները նշում են, մոդելը փայլել է ոչ միայն արտաքինով, այլև տրամադրությամբ, ցույց տալով, որ շրջապատված է հոգատար մարդկանցով։ Քրիստինա Ռոմանովան վերջին տարիներին հիմնականում զբաղվում է մոդելային գործունեությամբ, արտասահմանում, համագործակցելով մի շարք բարձրակարգ բրենդների հետ։ Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանին վերջերս տեսել են Փարիզի փողոցներում ռոմանտիկ ժամադրության ընթացքում։ Լուսանկարները, որոնք տարածվել են արտասահմանյան լրատվամիջոցներով, ցույց են տալիս, թե ինչպես է օսկարակիր աստղը զբոսնում անհայտ տղամարդու հետ եւ միասին ընթրում քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ Սա Պորտմանի առաջին հրապարակային հայտնվելն էր նոր զուգընկերոջ հետ այն բանից հետո, երբ 2023 թվականին պաշտոնապես բաժանվեց բալետի պարագետ Բենժամեն Միլեպիից ավելի քան 10 տարվա ամուսնությունից հետո։ Չնայած դերասանուհին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել իր անձնական կյանքի նոր շրջանի մասին, երկրպագուները ակտիվորեն քննարկում են հնարավոր հարաբերությունների սկսումը։ Շատերը գնահատել են Նատալիի հանգիստ ու հմայիչ տեսքը, նշելով, որ նա կրկին փայլում է։ Նատալի Պորտմանը շարունակում է ակտիվ մասնակցել կինոէկրաններին եւ հասարակական կյանքին, ընդգծելով նաեւ իր նոր փուլը անձնական ոլորտում։ Հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար եւ հասարակական գործիչ Քսենիա Սաբչակը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում իր էքսցենտրիկ կերպարով։ Մոսկվայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նա ներկայացել է յուրօրինակ աքսեսուարով, վզնոցով, որը պատրաստված էր ձկան ոսկորներից։ Ստեղծագործական այս կտորը գնահատվում է շուրջ 300,000 ռուբլի։ Ըստ մամուլի, այն պատրաստվել է ռուս դիզայների կողմից եւ համարվում է կոնցեպտուալ արվեստի նմուշ։ Սոբչակի համարձակ կերպարը սոցիալական ցանցերում առաջացրել է բուռն քննարկումներ։ Ոմանք այն համարել են նորաձևության խիզախ քայլ, իսկ մյուսները կասկածի տակ են դրել նման ընտրության էթիկան։
Կանադացի հայտնի երգիչ Ջասին Բիբերը իր Instagram-յան էջում արել է խորհրդավոր հրապարակում, որն ակնհայտորեն հուշում է իր կնոջ Հելի Բիբերի եւ իրենց հարաբերություններում առաջացած լարվածության մասին։ Գրառման մեջ երգիչը գրել է. «Նա պատկանում է ուրիշին», ինչն անմիջապես տարածվել է համացանցում ու լայն արձագանք ստացել։ Երկրպագուներն ու մեդիան ենթադրում են, որ խոսքը կարող է վերաբերվել Հելիի հնարավոր դավաճանությանը։ Չնայած որևէ անուն նշված չէ, համացանցի օգտատերերը գրառումը միանշանակ կապել են Ջասինի ամուսնության հետ։ Բիբերի եւ Հելիի հարաբերությունները վերջին շրջանում հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում։ Այն բանից հետո, երբ պարբերաբար սկսեցին շրջանառվել լուրեր ընտանեկան խնդիրների մասին։ Երգչի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանել հրապարակման բովանդակությունն ու դրա հետևանքները, իսկ Հեյլին պահպանել է լռություն։ Երկրպագուների մի մասը պաշտպանում է զույգին, մյուս մասը մտահոգված է Ջասինի հոգեկան վիճակով, հիշելով նրա նախորդ անկեղծ խոստովանությունները դեպրեսիայի եւ սթրեսի մասին։